Լսի ջահել, դու կարող ես շողովից ընկել ես։ Ինչ ես ուզում։ Այս լավի մոտ էլ ինչ որ ավելորդ բաներ էիր խոսում։ Այն բիձոն, որ սպանել էին, այն որ իբր 35 տարի Ադանայից տաններ մնում։ Գիտես ինչ պարզվեց, որ ընդամենը 3 ամիս է ինչ ընդեղ մնում։ Այս ինչ անում։ Այդ մարդը իր վեշերից թողել էր հարևանի մոտ։ Ու այդ հարևանն էլ այդ վեշերը ինձ տվեց։ Հետո Պետք է ասեմ, որ ես իմ մասնակցությունը այդտեղ էլ չեմ տեսնում։ Ավելի հետաքրքիր բան ասեմ։ Գիտես ինչ գտա ես այդ մարդու վեշերի մեջ։ Իմ ու Ադանեի մանկական նկարները։ Դե ուրեմն ենթադրել է պետք, որ այդ մարդը հաստատ այդ շենքում ապրել է, եթե քո ու Ադանեի նկարը գտել եք իր մոտ։ Չհասկացա, Լև։ Լսի, ջահել, դու անընդհատ ինչ-որ բաներից ես խոսում, նեղանում ես ինձնից, սկսում ես նեղացնել, բայց հասկացի, որ ես դրանց հետ կապ չունեմ։ Ոնց կարաս դու, քո աղբերը, այն ձեր ընկերեն Ադամը, ճանաչեք պալաչին, հետո այդ պալաչին ինչ-որ մեկը ուզենա սպանի, հետո այս բիձեն, որին հետո գտնում ենք մեռած, հետո դրա վեշերից դուսագալի իմ ու Ադանեի մանկական նկարները, ոնց կարես ամեն ինչը մեկը մյուսի հետ կապ չունենա։ Շատ հնարավոր է, որ կապ կա, ու շատ հնարավոր է, որ դա պատահականություն չի, բայց հասկացի, ես դրա հետ կապ չունեմ։ Լև հենց է տա, դու չես կարա չիմանաս, որովհետև դու սաղի պապան ես։ Լսի, շատ ես խոսում, քեզ այդ աղջկանից մեկուսացնել է պետք, ուղեղդ կերել է լարիվ։ Թե աչքերս է բացվել, որը քեզ հեչ ձեռ չի տալիս։ Լսի Ժանո, դու արդեն քանի երրորդ անգամ կանգնում ես ինձ դեմ դիմաց ու քեզ սխալ ես պահում։ Լավ չի։ Կարող է հիմա քո աչքին անաղոած քրդի շուն երևան, բայց ես էլ պետք է ասեմ։ Ես սկսել եմ արդեն կասկածել, որ դու հենց ընենց ինձ բանտում չես պահել։ Ու Սլավիկը, որ ինձ բանտում բերեց տվեց քեզ, դու հենց ընենց ինձ չվերցրիր քո ձեռի տակ, պահիր միջև այսօրվան հասցրիր։ Ես չնայած Սլավիկի հետ կարամ խոսամ, նրա հոգին խորն է, բայց դե երկուսեք լավ գիտենք, որ այն ինձ բան չի ասի, որովհետև քեզնից վախում է։ Ժանո, եթե ես սկսեմ պատմել, մենք հենց այստեղ մեր հարաբերություններին վերջ կտանք։ Արզան։ Արի նստի։ Չեմ գալիս։ Լավ ես մտածել։ Կարաս ինձ անկեղծ ասես։ Դու հենց ընենց ինձ չես վերցրել քո ձեռի տակ, չէ՞։ Փաստորեն լավ ես մտածել։ Կյանքում առաջին անգամ պատասխան չունեի։ Ստեղ ենք ապրելու։ Ու միասին, չէ՞։ Էլ ինձ մենակ չես թողնի գնաս, չէ՞։ Եթե իմ ասած ձևով ապրենք, չեմ գնա։ Ես չեմ հասկանում, ես ինչ մոլուցք է, բոլորը ձեր պայմաններն եք ինձ թելադրում։ Դու ինչ պայման ունես։ Իմ պայմանը այն է, որ չես աշխատելու, նստելու ես տունը ամբողջ օրը։ Հետաքրքիր է։ Իսկ եթե ես տանն եմ նստելու, մենք ոնց ենք ապրելու։ Ես աշխատելու եմ ու մեզ պահեմ։ Սոս, տղես, դու դեռ փոքր ես, դու դեռ դպրոց պիտի գնաս, պիտի սովորես, ախր
Այնքան երազանք ունեմ քեզ հետ կապված, ուզում եմ որ նորմալ գրագետ մարդ դառնաս։ Դպրոցի մասին էլ չենք խոսում, ես դպրոցում անելիք չունեմ։ Ես որ մտա դպրոց, սաղ մորս են քննարկելու այն չեղած հորս։ Ինչի ես ասում բաներ, որոնք ինձ նվաստացնում են ու ցավացնում, հա։ Մամա, ապրում ենք նենց, ոնց ես կասեմ։ Իսկ ես ոնց հասկանում եմ իմ կարծիքը ոչ մեկի համար հաշիվ չի։ Հա, հաշիվ չի։ Կամ ապրում ենք ոնց ես կասեմ, կամ էլ ես թողնում եմ ու գնամ։ Այգիր, դու որ գնաս ես առանց քեզ ոնց եմ ապրելու, հա, ոնց։ Ախր դու ես իմ կյանքի նպատակը, հա։ Համել դու էդ ինչ պիտի աշխատես, որ կարողանաս ինձ ու քեզ պահել, հա։ Կաշխատեմ կտենաս։ Շատ գնաս ընկնես այն այլանդակ շրջապատդ ու նորից սխալ ճանապարհի վրա կանգնես։ Սխալ ճանապարհով գնալու մասին արի չխոսանք։ Ես դուրս եմ գալիս։ Եթե եկա ու իմացա տանից քայլ ես արել, ինձ էլ երբեք չես տեսնի։ Դա արդ մի արա, ես նկարը այսպես չեմ թողնի, օր շրջանակ կբերեմ։ Ինչի համար ես, քեզ տենց տանջում, երբ գալիս եմ մոտդ, միշտ լարվում եմ։ Ժամանակը շատ արագ է անցնում, բայց ոչ մի բան չի փոխվում։ Երեք լիներ էդ ամենը։ Վաղվանից կասեմ, որ 24 ժամ քեզ հսկեն։ Չեմ թողնի, որ մենակ մնաս։ Ես պիտի հանգիստ լինեմ, դու պիտի չվնասես քեզ, ես դա չեմ թողնի։ Կյանք կլինի, ես քեզ հետ զանգեմ, սալոնում եմ էլի, դեմքս են մերսում, ես քեզ կզանգեմ։ Ինձ համար մեկ է, թե ինչդ են մերսում։ Կյանք, բայց ինչի տենց կոպիտ, քեզ համար եմ չէ գեղեցկանում։ Կես ժամից լինես հիվանդանոցում, ինձ մոտ։ Ադամ, խնդրում եմ էլի, արի մի անգամից տանը հանդիպենք, ինչ իմացել եմ, որ հղի եմ, մի տեսակ այդ հիվանդանոցներից խուսափում եմ։ Կհանդիպենք հիվանդանոցում, ու էլ չենք քննարկում, հավ։ Բայց ինչի հիվանդանոցում, ինչի այդքան շտապ։ Ալո։ Ջատեց։ Ուզում եք շարունակենք։ Դե, ոնց շարունակենք։ Մարդ պիտի նյարդեր ունենա, որ մի հատ էլ կարողանա հետո հանգստացնի։ Բայց հա, շարունակեք, հա։ Ինչ կա։ Ոնց որ ամուսիններ լինենք։ Այն որ կինը տան առևտրի ցուցակը գրվում է, ամուսիններ գնում է շուկա առևտուր անելու։ Սուս, ես նույնիսկ ինձ ֆոտո զգում դրանից։ Ված գալու բան չկա։ Փորձա ձեռք կբերեմ էլի։
Հա, ինչի՞ ես տենց զարմացած ինձ նայում։ Մի կասել եմ ու կասեմ, դու տարօրինակ մարդ ես։ Դե գիտես, բոլոր հանճարներն էլ տարօրինակ են։ Չէի իմանում այդ մասին։ Իմանում էի, բայց չգիտեի, որ քո անունն էլ կա այդ հանճարների ցուցակում։ Դե ես վերջին սերնդի ներկայացուցիչն եմ։ Հիմա մարդն մոռացել են անունս գրեն։ Ոչինչ էլ կհասցնեմ։ Լավ գնացի։ Ես հասկանում եմ, որ դու ամեն ինչ անում ես, որ իմ ներկայությունը վայելես, բայց ժամանակ չկա, գնամ շուտ կամ։ Էս ինչի կանգնեցիր։ Հեռախոսը տա։ Հա, թող մնա հետո կվերցնեմ։ Չէ, ոչինչ։ 2 րոպե ես կողմ են կողմ, բան չի փոխվելու։ Ալո։ Ես էլ կարող պատկերացնես, թե ինչեր եմ իմացել, ինչեր եմ գտել։ Ում հետ կապված։ Հենի մողոր մածիկ հորոխբոր հետ կապված։ Դրա իրերն է ինձ ասել ու մեջից շատ հետաքրքիր բաներ եմ գտել ինձ ու քեզ վերաբերող։ Կարաս ավելի բարձ խոսաս։ Հեռախոսով չէ, արի հանդիպենք ձեր հին տանը ու բոլոր իրերը ցույց կտամ։ Այդ թվում նաև իմ ու քո մանկական նկարները։ Ինչ։ Ադան է, հասկանալու շատ բան կա։ Հենց որ լավ կանես, որ գաս։ Հա, լավ, անպայման կգամ։ Ով էր։ Ժանոն։ Ինչ էր ուզում։ Պիտի գնամ իր այդ հանդիպման։ Ինչ ասացիր։ Ապեր եկել եմ, բայց մամայի արև վախից դողում եմ, ապեր։ Պատկերացնում եմ, ինչքան կեղտ կա տակդ, որ վախից դողում ես։ Դե ապեր, ես միշտ էլ ասել եմ, որ մաքուր չեմ, ինչ։ Ալիկ, ինչի համար դու են օրն ինձ ասեցիր, որ Լոլայի հետ կապ ես ունեցել։ Ապեր, որ համոզվես, թե ինչ փչացածն է էդի։ Ով ուզում է լինի։ Ռադանը իր թող գնար, ինչի իր կապի մեջ մտնում, դու գիտեիր, որ ինձ հետ է ինքը։ Դա մի փչացած էլ ես եմ, ապեր։ Իսկ երեխեն։ Երեխու վրով ինչ կասես։ Ապեր, արդեն վախենում եմ քեզ մի բան ասեմ։ Կարող գլուխս թռցնես դրես այս սեղանի։ Չէ, ինչի, թող գլուխդ մնա վրեդ, որ տեսնես, թե ինչ կյանքով ես ապրում, կամ ավելի շուտ, ինչ կյանքով ես ապրելու։ Ինչ ես անելու, ապեր։ Կանեմ կտեսնես։ Դեռ մի քանի բան կա պարզելու։ Հենց պարզեմ սաղիդ կնստացնեմ ձեր տեղերը։ Հիմա վերկաց ռադդ քաշի գնա։ Չէ սպասի։ Եթե այդ երեխեն իմը չէր, ու դու ոչ մի կասկած չունեիր դրանում, ինչի էիր ինձ ֆռացնում, ինչի էիր անդադ սուտ բաներ ասում։ Ապեր, բամա յարև, հիմա որ խոսամ, գլուխս կթռցնես։ Պատասխանի։ Ապեր, այդ երեխեն կարար և իմը լիներ։ Ախր ես քեզ ասում եմ, չէ՞ դա ով է։ Ռադդ քաշի գնա, քանի թողնում եմ։ Ապեր, ռադդ քաշի գնա ասում եմ։ Եթե ես իմանայի, որ սրա համար էիր ինձ կանչել, չէի գա հիվանդանոց։ Հենց հիմա գնում ես բժշկի մոտ ու այդ երեխուց ազատվում ես։ Հերիքա էլի։ Դու ինձ զրկում ես մայլինելու հաճույքից։ Ես քեզ առաջին օրվանից ասել էի, որ քեզնից երեխա չեմ ուզում։ Իսկ ես քեզ առաջին օրվանից ասել էի, որ եթե ես ազատվեմ երեխայից, ուրեմն դու ինձ հետ լինել չես կարող։ Այդ քո գործն է։ Եթե ուզում ես ինձ հետ լինել, այդ երեխուց պետք է ազատվես։ Փաստորեն դու ուզում ես մարդ սպանես, բայց իմ ձեռքերով, հա։ Տենց ճիշտ չի, տենց արդար չի, Ադամ։ Հենց հիմա գնում ես ուղիղ բժշկի մոտ։ Ճանապարհը ցույց տա։ Պետք չի։ Ինքս էլ կարող եմ անցնել այդ ճանապարհով։
Բայց ասեմ քեզ, չփոշմանես սրա համար։ Աղջիկ ջան, ինչ ասես բերել ենք ուտես։ Այ որ սնունդ լինի, կկարողանաս պայքարել։ Նախ հանում տնից դուրս եք շպրտում, հետո սնունդ եք բերում, չեմ ուզում ձեզ լինի, տարեք։ Լսի, հերիքա, հա քեզ թանկացնես։ Յանի մենք շատ լավ էինք, հիմա եկել քեզ ենք մխիթարում։ Գիտես չէ, մամուլ, հենց ինչը զանգեց։ Աղջի դու էլ մի հատ սուս մնա էլի, վայ, դրա ժամանակը չի։ Կարմեն Սիտա, դու հիմա հասկանում ես, չէ, որ այս երեխեն քեզ ոչ մի լավ բան չի բերելու, միայն տանջվելու ես։ Մոնիկա։ Հաճ ջան, ինչով կարող եմ քեզ օգնել։ Մամային տար էստեղից։ Բժիշկն ասել է, որ ինձ հանգիստ է պետք։ Ուրա Վլադիկդ։ Դաժե երեխան նրան չստիպեց գալ քեզ մոտ։ Մոնի վերցրու մամայիդ ու գնացեք էստեղից։ Ու չմոռանաք ձեր բերած սնունդն են ձեր հետ տանել։ Հա ու պապայիս էլ ջերմ բարևներ։ Հետաքրքիր է ինչ ինֆորմացիա պետք է որ պապայի թողում ես տանը մենակ ու գնաս։ Բայց ինչի եմ մենակ թողնում։ Զանգեցի չէ բուժքրոջը, էսա կգա ու հորս հետ կմնա, դու հանգիստ տեղի։ Ահա, շատ լավ է, թող գա, որովհետև ես եմ քեզ տանում։ Չէ։ Ինչ։ Դե չէ, էլի Վլադ։ Լսի դու ինձ կարող ես խիալի տեղ ես դրել։ Կամաց, կարթնանա պապան։ Որ մի տղում սենց բան ասես չգժվի։ Հա, բայց ես ինչ եմ ասել։ Հա, հեչ։ Բացարձակ ոչ մի բան։ Պրոստը գնում ես Ժանոյի հետ հանդիպման։ Բայց դու ինչ հանդիպում ա, ինչ եք քննարկելու ոչ մեկ տեղյակ չի։ Պապայի դաժե ես վիճակում թողնում ես ու գնաս։ Լսի, ես քեզ ասեցի, չէ, որ Ժանոն ուղղակի մեր անցյալի հետ կապված ինչ-որ բաներ ա պարզել, դժվար է հասկանալ այդքանը։ Ես էլ քեզ ասեցի, չէ, ես քեզ կտանեմ, թող պատմի տենանք ինչ ա պարզել։ Լսի, ասում եմ, չէ, պետք չի, ես պիտի մենակ գնամ։ Լսի, դու հասկանում ես, որ Ժանոն պրոստը քո մանկության ընկերը չի։ Ինքը նաև քեզ սիրում ա։ Ուֆ, լավ էլի։ Ինչ, տենց չի։ Համենայն դեպս դրա մասին մենակ դու ես հիշում ու հիշացնում։ Մի հատ պատմի տեսնեմ ինչ պետք է քեզ ասի Ժանոն, որ չի կարողանում հեռախոսով ասի, պիտի պարտադիր հանդիպեք։ Ասեցի էլի, մեր անցյալի հետ կապված։ Ես ես խոսում ոնց որ մենք օտար մարդիկ ենք։ Լսի, քո անցյալը ինձ էլ է հետաքրքրում, դե պատմի իմանամ։ Վլադ, իմ անցյալի մասին ես քեզ կարող եմ պատմել։ Ես խնդիր չունեմ։ Իսկ Ժանոյի անցյալի մասին ես չեմ կարող խոսել, որովհետև դրա իրավունքը չունեմ, դա Իրանն է, հասկանում ես, ես չեմ կարող դրան դիպչեմ։ Դու ինձ վիրավորում ես ու չես ընդունում այդ։ Լսի, ես չեմ կարողանում հասկանամ, թե ինչի ես դու սենց անիմաստ բանից խնդիր սարքում։ Ինչի չես փորձում ինձ հասկանալ։ Ումա պետք է այս անիմաստ խանդի տեսարանը։ Լսի, չէ, ես վախենում եմ վաղը մյուսօր ամուսնանանք, ասես Ժանոն պետք է գա մեր տանը ապրի։ Ու հանկարծ եթե չընդունեմ ասածդ, ով ա մեղավոր էլի ես։ Չէ, Վլադ, դու արդեն չափազանցնում ես։ Հավատա, էլի խնդրում եմ, այս հանդիպումն ինձ համար շատ կարևոր է։ Իսկ իմ համար գիտես ինչն է կարևոր, որ իմ սիրած աղջիկը ին վրա խնդացնել չտա։ Դու հասկանում ես, որ միաժամանակ համ իմ հետ ես հանդիպում, համ Ժանոյի։ Չվիրավորես ինձ։ Քանի ավելի խորը իրար չենք վիրավորել։ Ես առաջարկում եմ դու ինձ պատմես, թե ինչ պետք է ասի քեզ քո մանկության ընկերը։ Ավելի լավ է ճանապարհին ասես, որովհետև ես եմ ուզում քեզ տանեմ։ Ես ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Ու դու էլ պետք չի որ ինձ տանես։ Ավելի լավ է դու ինձ վստահել սովորիր։ Իսկ դու ինձ հարգել։ Կամած չազատվեմ երեխուց։ Ես այս երեխուն օգտագործելու եմ քեզ պատին սեղմելու համար։ Դու ինձ չես ստիպի նրանից ազատվել։ Կիմանաս ազատվել եմ, մինչև որ մի օր չտեսնես ինձ կլորիկացած փորիկով։ Մնում է բժիշկը չխոսա։ Այսինքն եթե ինքը չհարցնի, նա ձայնել չի անի։
Ես ինչքան մոտենալ եմ ուզում քեզ, դու այդքան հեռվանում ես ինձնից։ Անվերջ բողոքում ենք ժամանակից, բայց ժամանակը շատ է, խելոք լինելու դեպքում կարանք լիարժեք վայելենք, բայց չէ, ոչ միայն չենք վայելում, նաև փչացնում ենք ժամանակը, խաղում ենք դրա հետ, ոնց խելքներիս փչում է, բարդացնում ենք մեր կյանքը, ոնց կարողանում ենք, իսկ հենց հասկանում ենք, որ մեր կյանքից բան չենք հասկացել, թշնամանում ենք ժամանակի հետ։ Բայց մի ճշմարտություն կա, ոչ թե ժամանակն է մեզ իրա գերին դարձնում, այլ մենք ենք ժամանակը գերի վերցնում ու անջատված ապրում ենք, մոռանալով իսկապես ապրելու մասին։ Կուզենա այստեղ կանգնած հավերժանալ, այս կետում, սիրող մարդկանց պատճառած տառապանքից հեռու։ Ինչի չես թողում, ուղղակի սիրեմ քեզ, ինչի ես խլացնում սրտիդ ձայնը։ Իմ սիրուն երևույթ հասերը, իսկ դու ինչքան ես բարդացնում, թող սիրեմ քեզ էլի, շատ բան չի ուզածս, ախր հետո կզղջաս ուշ կլինի։ Խրվել եմ այս բարձրության խնդիրների մեջ, բայց ինձ ով էր ասում նաև խրվե ես ձների մեջ։ Ես յուրաքանչյուր տեղ պատրաստ եմ խրվելու, յուրաքանչյուր դժվարություն պատրաստ եմ հաղթահարելու, բայց միայն մի պայմանով, որ ինձ հետ լինես, հակառակ դեպք չի լինի։ Մաքուր չապրեցի, բայց դեռ ուշ չի, թե Շնորհակալություն ամբողջան, դուք կարող եք գնալ։ Ժան, ոտքերս չեմ զգում։ Լավ էլի Ադամ է, արդեն սխճում եմ, որ քեզ բերեցի ստեղ։ Ժան, ես մեր տունն է։ Ինչքան եմ երազել ստեղ լինել։ Եթե դու առանց ինձ գար, ես քեզ չէի ների։ Լավ։ Արի տեսնենք, ես տունը ինչ կա, որ կարող եմ ես օգնել, որևէ բան հասկանալ ու գնանք։ Նախ ուզում եմ հասկանամ, թե ինչ է մնացել այս տնից, Ժան։ Իսկ ինչ է մնացել։ Ես ասես այդ մարդը ստեղ չի եղել, Ժան։ Ամեն ինչ նույնն է, Ժան։
իմանամ։ Ուզում եմ իմանամ, թե հետ ովքեր են այս ամենի հետևում կանգնած եղել Ժան։ Երիքը արդեն 16 տարի համբերել եմ, էլ չեմ կարող, էլ չեմ ուզում։ Ես ուզում եմ ստանամ այն մարդկանց անունները, ովքեր այստեղ թափեցին ծնողների սարյունը։ Չեմ սիրում ուշացած անցորդ լինել։ Եթե սխալվել եմ, կարող եմ անցնել սխալիս վրայով։ Որտեղ է գրված, որ ես չեմ կարող ուրիշ հնարավորություն ունենամ։ Մեր բախտի տերը մենք ենք։ Ուշադիր լսում եմ քեզ, Կարմեն։ Վլադիկ, գիտես քանի մարդ եկավ ու գնաց։ Բոլորին դուրս հանեցի, որովհետև ինձ մենակ դու ես պետք, իսկ դու չկաս։ Գիտես ինչի, որովհետև քեզ ոչ երեխեն ա պետք, ոչ էլ ես։ Հա։ Այսինքն ոչ մի նոր բան չունես ինձ ասելու։ Էլի հին թեմաներով ես զանգել։ Դու ծիծաղում ես, չէ՞, ինձ վրա ծաղրում ես ինձ։ Իսկ ինձ գիտես ինչ ա պետք։ Վլադիկ տղա, ինձ պետք է որ դու իմ կողքին լինես, որ ստեղծես այն մթնոլորտը հանգիստ, որ բժիշկներն են խորհուրդ տվել։ Ես գալիս եմ։ Գալիս ես։ Ո՞ր ես գալիս։ Գալիս ես հիվանդանոց։ Հա։ Գալիս եմ հիվանդանոց։ Պիտի էլ մի հուշող բան լինի, Ժան։ Պիտի էլ մի բան մենք կարողանանք գտնենք։ Ադամը վերջ դուր։ Ադամը հերիքա քեզ անիմաստ տանջ ես։ Ինչի։ Որովհետև այստեղ ոչ մի բան չեմ գտնելու այն, ինչ որ մեզ պետք է։ Մի քիչ ուղեղս որ աշխատացնեի, ավելի շուտ կհասկանայի, որ այստեղ ոչ մի ապացույց էլ չի լինելու։ Բանկարները, այդ նկարները ո՞նց էին թողել։ Այդ մյուսի հետ կապ չունի։ Նկարները կապ չունեն նրա հետ, այն ինչ որ մենք փնտրում ենք։ Այն ապացույցը, որ մենք կարող է այստեղ գտնեինք, հենց այն գիշերը, որ ծնողներից սպանել են, այդ սպանողները հետները տարել են։ Չէին թողնելու ստեղ որևէ բան, որ մենք 16 տարի անց գայինք ու գտնեինք։ Ճիշտ ես, այստեղ ոստիկանություն էլ եղած կլինի։ Շատերն եղած կլինեն, Ադան։ Եթե միայն այս պատերը խոսալ իմանայի, Ժան, ինչքան բան կպատմեին։ Հարի գնանք։ Չես պատկերացնի, Ժան, թե հիմա ինչ եմ զգում։ Ինչքան սիրուն օրեր եմ ստեղ ապրել։ Բայց գոնե մի լավ բան եղավ։ Վախենում էի իրես տուն գալ, բայց ոնց որ ազատվեցիր այդ վախից։ Ինչ հետաքրքիր բան է կյանքը։ Մարդիկ հեռանում են, տարիները անցնում են, իսկ իրերը մնում ու հիշեցնում իրենց մասին։ Ադանը գրանք չեմ ուզում տանջվես։ Ժան, մի հատ էլ ցույց կտաս նկարները։ Իհարկե։ Արդեն գլուխս պայթում է։ Ոնց մտածում եմ, ոնց գցում բռնում եմ, ես ինչ կապ ունեմ քո հետ։ Ինչի պիտի քո նկարի հետ իմ նկարը լիներ։ Ընդհանրապես ես ինչ կապ ունեմ քո ընտանիքի պատմության հետ։ Եթե մենակ իմանայի, Ժան։ Մի լավ բան եղավ։ Գոնե իմ մանկության նկարներից ունեցա։ Բայց ես իրան կպայեմ ինձ մոտ։ Սուրբ մասունքի պես։ Ինչի, Ժան, իմաստը ո՞րն է։ Իմաստը ես գիտեմ, հերիքա։ Արի,
Միաժամանակ համ ուզում եմ, համ էլ չեմ ուզում գնամ ստեղից։ Հասկանում եմ։ Վլադիկս կշշմի իմ գեղեցկությունից։ Չէ, ես գժություններ չեմ անի։ Հանգիստ, համեստ ու բարի ժպիտով կդիմավորեմ իմ միակ ու մեծ սիրուն։ Սերն առանց ծաղիկ, ծաղիկն առանց սեր չի լինում, գեղեցկույս։ Վայ, ես ինչ սիրուն ասեցիր, որ խնդրեմ մի հատ նորից կկրկնես։ Հա, կկրկնեմ, բայց արի նստի, թե չէ անհանգիստ եմ ու սիրտս ավելի արագ է բաբախում։ Գիտես չէ, ոնց էի ես սպասում քո զանգին։ Ինձ ոչ ոք դեռ այսպես չի նայել։ Ու չեր նայի։ Ախր ոնց բացատրեմ, դու չես նայում, դու այո, այս քո հայացքով։ Սերը կրակ է, որը կարող է բորբոքել ու այրել։ Դե, ուրեմն թող այրի ինչքան հնարավոր է, բայց թող չմարի էլի։ Ոնց որ արև լինես ինձ շողացող։ Ախր դու շատ սիրուն ես խոսում, գիտես ոնց, մի տեսակ երգեցիկ։ Որ գերեմ քեզ։ Բայց դու արդեն գերել ես ինձ, ես քո գերության տակ եմ։ Գիտես, երկար ժամանակ գերության տակ մնալն էլ է վտանգավոր։ Մի րոպե, չես ուզում ասել դրանով։ Ուզում եմ, որ հնարավորինս արագ հասնենք միմյանց։ Այսինքն դու ինձ ամուսնության առաջարկություն ես անում։ Չէ, ոչ սենց պայմաններում։ Իմ ամուսնության առաջարկությունը պիտի հիշվի քո կյանքում հավետ։ Ես հիմա կմեռնեմ։ Ես արդեն ոչինչ չեմ նկատում շուրջս։ Ես էլ։ Ես պարզապես գերված եմ քեզնով։ Բաց թողեք ինձ։ Բաց թողեք։ Ես դեմքով ճանաչում եմ։ Տանում եք գլուխս ուտեք, բաց թողեք։ Տանում եք գլուխս ուտեք։ Եվ ահա մենք նորից հանդիպեցինք, Լոլա։ Ես ուղղակի չեմ հասկանում, դու ինչ երեսով ես եկել ու նայում ես իմ դեմքին։ Լսի, անբարոյականության մարմնացումը դու ես։ Դու չես ամաչում, ես պետք է ամաչեմ, Լոլա, Լոլիտա։ Ես չէ, որ պիտի աչքդ մտցնեմ քով լինելը։ Լավ շարեցիր, որ մեր պայմաններին հավատարիմ չմնացիր։ Լևը քեզ հաստատ այդ պայմանները չի առաջարկելու, ինչ որ ես էի քեզ առաջարկում։ Դե գնահե դու քո պայմաններով ու լավ գիտես ուր։ Դու անընդհատ ինձ խաբել ես։ Դու անընդհատ ինձ ու Լևին բաժանել ես իրարից։ Բերդը տարիներն են ձեզ բաժանել։ Ես մասնակցություն չունեմ ձեր բաժանման գործում։ Ինչքան մահացու մեղքեր ու կեղտկակսել ես ինձ վրա, որ Լևի աչքին ինձ նսեմացնես։ Գիտես ինչ կլինի, եթե ես միջև վերջ անկեղծանամ աղբորս հետ։ Դա ինքը քեզնից բան չի թողնի։ Ինչ պիտի անկեղծանաս, հա? Ինչ պիտի անկեղծանաս։ Եթե անկեղծանալու բան լինի, ես պիտի անկեղծանամ։ Դու ամեն ինչի դիմել ես, որ մեզ բաժանես, որովհետև վախեցել ես, որ Լևը կընդունի ինձ ու իմ երեխուն։ Ու ունեցվածքը Լևի քո ձեռքից կանցնի։
Ես աղբորս մասին եմ մտածել, չեմ թողել, որ մի հատ փողոցային իր բիչ լակոտին ջարդի աղբորս գլխին, դու ինչի՞ չէ, նաև տիրանա իր փողերին։ Չհամարձակվես հաջորդ անգամ որդուս։ Մնացել էր դու վրես ձեր բարձրացնես փչացածի մեկը։ Շատ էլ որ թույլ եմ տվել մի անգամ հետս անկողին մտնես։ Ձենդ։ Ինչի՞։ Հասանք ցավոտ տեղերիդ։ Կռիվ դուր։ Դե ասա, որ դու բարոյական ես, որ դու մաքուր կին ես, ես քո անունը սևացնում եմ Լևի առաջ ժառանգության պատճառով։ Էլի որ ես մնում եմ իմ ասածին։ Դու միշտ ինձ սևացրել ես ու ստորացրել ես ու ուզեցել ես բաժանել ինձ ու Լևին իրարից։ Ես անմեղ եմ Լևի առաջ։ Իսկ այդ ինչ որ եղել է իմ ու քո մեջ, դա ընդամենը մի անգամ է եղել, ու դա եղել է պատահականություն, վրեժ։ Ինձ թվում է այդ մի անգամը յուրաքանչյուրն էլ իրավունք ունեն սխալվելու։ Լսի, պայմանները մահանա սարքեցիր, եկար ընկար գիրկս, դե լավ ընկար ջհանդամ։ Ոչինչ, այդքանից հետո հելեիր ու ռադ լնեիր, ոչ թե փորդ լցեիր ու Լևին հիշեիր։ Չհամարձակվես ինձ հետ այդպես խոսել, կսպանեմ Ալիկ։ Դու գիտեիր, շատ լավ գիտեիր ես ինչի քնեցի քեզ հետ։ Ես խմած էի, հարբած։ Ես վրեժից գլուխս կորցրել էի, Լևն ինձ ռադ էր արել ու ես եկա քեզ հետ քնեցի, որ իրենց վրեժ լուծեմ։ Կապ չունի, փաստը մնում է փաստ։ Իսկ երեխեն, որ իբր թե Լևինն է, կարա եւ իմա լինի։ Չհամարձակվես ասել, որ սոսը քոնն է, հասկանում ես, չհամարձակվես։ Ուր ապացույցը, որ այդ երեխեն Լևինն է եւ ոչ թե իմը։ Չհանգստացրեց, որտեղից հանգստացնի։ Մի հապտակն ինչա, որ ջնջի իրողությունը։ Ոնց եմ ես քեզանից զզվում, Ալիկ, դու գիտես ես քեզ ինչ կանեմ։ Ես քեզ մաս կկտրտեմ, եթե դու մեկ անգամ էլ ասես, որ սոսը քոնն է։ Կարող է իմը չլինի, երորդ մեկին լինի։ Ինչ իմանաս քո կյանքում ինչքան մարդ է եղել։ Այս նույն ձևով էլ Լևին ես թունավորել, չէ։ Ինձ աղբորս թշնամի ես սարքել, ես դա քո կտերից կբերեմ։ Դու դեռ չգիտես քեզ ինչ է սպասում։ Սրանից առավել, հեն ինչ ստորություն կարող ես անել, հա։ Կանեմ, կտեսնես, ու կհասկանաս ում հետ գործ ունես։ Այդպես կանչող հայացքով վրես մինայի։ Ավեր տարին զորով վրետ եկա, որ մնացես շեն տարին վրետ նայեմ։